Սալակ էկզոտիկ պտուղը արմավենիների ընտանիքին պատկանող բույս է, որի հայրենիքը Ինդոնեզիայի Ճավա և Սումատրա կղզիներն են։ Այն այսօր լայնորեն մշակվում է երկրի գրեթե ողջ տարածքում, Բալիում, Լոմբոկում, Սուլավեսիում և Պապուայում, համարվելով տեղական խոհանոցի անբաժանելի մասը։ Սալակը շատ կարճ ցողուններով արմավենի է, սակայն նրա տերևները կարող են հասնել մինչև 6 մետր երկարության։ Տերևների կոթունները պատված են երկար մինչև 15 սմ փշերով, ինչը բույսին յուրահատուկ պաշտպանվածություն է հաղորդում։ Պտուղները հասունանում են արմավենու հիմքում ողկույզների տեսքով։ Իրենց կարմրաշագանակագույն թեփուկավոր կեղևի պատճառով դրանք հանրահայտ են որպես օձի միրգ։ Կեղևը հեռացնելուց հետո բացվում է միջուկը, որը արտաքնապես հիշեցնում է սխտորի մեծ մաքրված պճեղներ։ Ունի քաղցր և թթվաշհամային երանգներ թեթև տտիպությամբ, որը բնորոշ է այս մրգին։ Միջուկը ամուր է և ճռճռան։ Ինդոնեզիայում հանդիպում է սալակի ավելի քան 30 տեսակ, սակայն առավել ճանաչված են երկուսը՝ սալակ բալին և սալակ պոնդոն։ Սալակ բալին հայտնի է իր հյութալիությամբ և յուրահատուկ ճռճռան հյուսվածքով։ Սալակ պոնդոն Յոգյակարտա նահանգի ամենանշանավոր միրգն է։ Այն առանձնանում է իր ուժեղ բույրով և ընդգծված քաղցրությամբ, նույնիսկ նախքան լիարժեք հասունանալը։ Գոյություն ունեն նաև պոնդո տեսակի բարձրակարգ ենթատեսակներ՝ սուպեր, սև և փղոսկրյա, դեղնավուն կեղևով, որոնցից յուրաքանչյուրը ունի իր նրբերանգները։ Սալակ բալի տեսակը, ըստ ավանդության, ծագում է Բալիի բարձրավանդակում գտնվող Սիբետան գյուղից։ Այն մեծ ժողովրդականություն է վայելում և լայնորեն վաճառվում է ողջ կղզում, սիրված լինելով թե տեղացիների, թե զբոսաշրջիկների կողմից։ Այս տեսակը առանձնահատուկ է նրանով, որ ի տարբերություն սալակի այլ տեսակների, այն միատուն բույս է, այսինքն արագան և իգական ծաղիկները գտնվում են նույն բույսի վրա։ Գոյություն ունի սալակ բալիի ավելի քան 15 տեսակ, որոնց համային գամման շատ լայն է։ Սալակ գուլա պասիրը շաքարի պես քաղցր է։ Սալակ գետիհը ունի գրեփֆրուտին բնորոշ քաղցր թթվաշ համ, իսկ սալակ նանասը հիշեցնում է անանասի թթվայնությունը։ Պտուղը մոտավորապես մեծ թզի չափ է, ունի հյութալի և խրթխրթան միջուկ։ Որոշ տեսակներ, օրինակ սալակ գադինգը, ունի թեթևակի տտիպ և օսլայային համ, իսկ սալակ գոնդոկի կամ գուլա պասիրի դեպքում տտիպությունը գրեթե բացակայում է։ Սալակ գուլա պասիրը ամենաթանկ և արժեքավոր տեսակներից է։ Անվանումը բառացի նշանակում է ավազի շաքար կամ շաքարավազ, մատնանշելով դրա մանրահատիկ կառուցվածքը և բացառիկ քաղցրությունը։ Այն սովորաբար սալակից ավելի փոքր է, բայց համարվում է բոլոր տեսակներից ամենաքաղցրը։ Շնորհիվ իր բարձր շաքարայնության, այս միրգը երբեմն օգտագործում են գինի պատրաստելու համար։ Սալակի գինին ունի մոտ 13,5% ալկոհոլ և իր որակական հատկանիշներով չի զիջում խաղողից պատրաստված ավանդական գինիներին։